Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի ընդդիմադիր գործընկերներ։ Ես անկեղծ խիստ ողջունում եմ, որ մեր ընդդիմադիր թևը ազգային ժողովի լիովին ու ամբողջությամբ ընդունել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, կատարելապես մեր ընդդիմադիր թևը այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք Հայաստանի Հանրապետությունից դուրս են, խոսում է միայն Հայաստանի Հանրապետության ներսի խնդիրների մասին, այնպես որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանում կարելի է ասել, տենց մի քանի ամսվա ընթացքում տոտալ հաղթանակ տարավ ու մեր ընդդիմությունը այդ հաղթանակի վառ վկայությունն է։ Բայց մեր ընդդիմադիր գործընկերները կարողանում են ցավոք սրտի արժեզրկել ու ոչնչացնել ցանկացած մի բան, ինչի հետ փորձում են առնչվել։ Առաջինը դա անում են այս պահի դրությամբ, ամենաշատը անում են հակակոռուպցիոն պայքարի հետ կապված։ Հարգելի գործընկերներ, կոռուպցիայի դեմ պայքարի մասով ես ձեզ ասեմ, մեր կուսակցության ամեն մի նախաձեռնող նիստը ձեր ամբողջ ֆրակցիայի 5 տարվա արածից 40 անգամ ավելի շատ բան է անում, որպես այդպեսին, սա որ իմանաք։ Որովհետև ձեր արածը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար է, ձեր արածը կոռուպցիայի դեմ պայքարի աղավաղում է։ Որովհետև այդ process-ը օրինակ ո՞նց է տեղի ունենում։ Բոլորով հավաքվում եք, բոլորով անխտիր, օրինակ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Տիկին Աննա Գրիգորյանը, հավաքվում եք, ասում եք, եկեք գնանք բանում, սահմանադրական դատարանում, ապօրինի գույքի բռնագանձման օրենքի դեմ բողոք գրենք, ասենք, որ սահմանադրական դատարան չեղարկի այս օրենքը։ Դենց հավաքվում եք, բան եք անում, այդ որոշումը կայացնում եք, բոլոր դրույթները այդ օրենքի վիճարկում եք, ինչի համար։ Որ ապօրինի հարստացածների, կոռուպցիոներների գույքը պետությունը չկարողանա բռնագանձի։ Հետո սահմանադրական դատարանում այդ գործը իհարկե պարտվում եք, դասական ընդդիմադիր անկարողության շրջանակներում, պարտվում եք այդ գործը, չկարողանալով պաշտպանել ձեր քաղաքական ղեկավարների ու նաև մասամբ նաև ձեր ապօրինի գույքը սահմանադրական դատարանում, ասում եք դե լավ, չկա, չենք կարողանում այս ապօրինի գույքի բռնագանձման դեմն առնենք, եկեք այս լարի վրա խաղանք։ Օրինակ ո՞նց է տեղի ունեցել, որ որոշել եք, չգիտեմ, ինչ-որ կոռուպցիայի դեմ պայքարից խոսալ։ Դա ուզում եմ հասկանալ։ Սեյրան Օհանյանը, օրինակ, որպես խմբակցության ղեկավար, իր առանձնատնից, որը համարվում է ապօրինի գույք, SMS է գրել ձեր խմբակցությանը, ասել է հարգելի խմբակցություն, եկեք հավաքվենք այսօր։ Հետո ամբողջ խմբակցությունով գնացել հավաքվել եք, ենթադրենք կոնգրես հյուրանոցում, որը պատիվ ունի մի խմբակցության ղեկավարի պատմամբ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքն է։ Հետո այնտեղ այդ ապօրինի գույքի մեջ նստած կոնգրես հյուրանոցի, օրինակ նստել մտածել եք, ասել եք, այ արի դու այս թեմայով հակակոռուպցիոն բաներ կխոսած, ես այս թեմայով հակակոռուպցիոն բաներ կխոսամ, հետո եկել եք ստեղ ու ինչ-որ բաներ եք խոսում, ժողովուրդ ջան, ես դեմ չեմ, նույնիսկ այդ պարագայում ես դեմ չեմ, եթե ձեր բարձրացրած հարցերը իրական են, իմացեք, ես ամբողջությամբ խրախուսում եմ, որպեսզի դուք, որպես ընդդիմություն, խոսաք իրական կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց դուք դա աղավաղում եք, ժողովուրդ ջան, որովհետև երբ որ ստեղից բան է ասում, տիկին Քրիստինե Վարդանյան, ասում է մեկ անձից գնումով մանկապարտեզ են բանալ, մեկ անձից, հետո նայում ես, ասում ես, ոնց մեկ անձից, դու ես բանալում, ասպես ոնց թե մեկ անձից, հետաքրքրում ես, տենում ես մեկ անձից չի, մրցույթ է եղել։ Այստեղ արդեն խոսքի արժանահավատությունը կորավ, ասում է փող են կերել։ Հետո մի հատ էլ ես հետաքրքրվում, տենում ես, որ չի ընդունել քաղաքապետարանը այդ մանկապարտեզի շինարարությունը, ասպես լավ, եթե փող են կերել, ոնց շինարարությունը չեն ընդունել։ Ախր դուք ձեզանից լավ ոչ մեկ այդ ցիկլը չգիտի էլի կոռուպցիոն, դուք դրա բաներն եք, ոնց ասեմ, պրոֆեսորներն եք, դոցենտներն եք ու չգիտեմ ինչ, սև գոտի 5-րդ դան եք դուք այդ հարցում, հասկանում եք, ախր, բանա, երբ որ կոռուպցիա է տեղի ունենում շինարարության մեջ, սիստեմը սենց է, փողը ինչ-որ մեկը մրցույթ է շահում կամ մեկ անձից գնում է տեղի ունենում, փողի մի մասը տալիս է մրցույթը հայտարարողին, անորակ աշխատանք է անում, մրցույթը հայտարարողն է գալիս է անորակ աշխատանքի վրա աչքա փակում, կատարողական ստորագրումը ասում է ընդունեցի աշխատանքը։ Կոռուպցիոն ցիկլը համարվում է փակված։ Այն պարագայում, երբ որ մրցույթի հայտարարողը կամ գնում կատարողը աշխատանքը չի ընդունում, այդ ո՞նց է ստացվում, որ այդտեղ կոռուպցիա կա։ Այսինքն դուք հասկանում եք ձեր բանի աստիճանը, ձեր կոռուպցիայի դեմ պայքարը որպես այդպեսին եկել հանգել է հետևյալ կետին, դուք որպես ընդդիմադիր խմբակցություն եկել հանգել եք հետևյալ կետին։ Եկեք տենանք քաղաքապետարանը որտեղ աշխատանք չի ընդունել շինարարական։
Գնանք ասենք այդտեղ կոռուպցիա կա, անորակ աշխատանքը ցույց տանք։ Այդ ձեր ցավը տանեմ։ Դուք որպես ընդդիմություն ում եք պետք, եթե պետքա գնաք քաղաքապետարանի արդեն իսկ տեսածը ասեք։ Ինչի մասին եք դուք։ Այդ ձեր տեսածը այնա բանը, ինչ անում, քաղաքապետարանի փորձագետները կամ առաջ երկրորդ կարգի մասնագետները արդեն իսկ տեսել են այդ աշխատանքը չեն ընդունել, էլ դուք ինչ եք ասում։ Պարոն Մինասյան, ասում եք ամենահարուստն եք դուք։ Ձեր անցած ելույթում տենց բան է, լուրջ եք ասում, պարոն Մինասյան, հա։ Լուրջ եք ասում։ Այս խմբակցությունից մեկը բան է առնում, 20 տարվա հիպոթեկով մի հատ տուն է առնում, 800,000 հատ լրատվամիջոց կենքան հոդված են վրան գրում, որ չգիտես ինչ է։ Այդ մարդը ասում է, վայ հարամալնի այդ տունը ինչ ասեմ ասենք։ 20 տարի հիպոթեք պետք է փակի, հասկանում եք, խմբակցության падգամավորը, որը տուն է գնում, 20 տարով հիպոթեկով տուն է վերցնում։ Դրա մասին այնքան հոդված է գրվում, որ չգիտեմ, բայց ձեր կողքի պարոն Օհանյանի ըստ մեղադրանքի տունը գնահատվում է մի քանի միլիարդ։ Մի քանի միլիարդ ասենք։ Ես կամ ասում եք բան է, մեդիաները ավելի շատ ձեր, պարոն Մինասյան, անկեղծ մեդիաները ավելի շատ մեր ձեռքում են, հա։ Երկու հատ լրատվական երևի հանես դաշտի